Այս կադրերը արված են Գյումրիում այսօր Շիրակի թեմի առաջնորդի Միքայել Աջափարյանի նստավայրում կատարված քննիչական գործողությունների ընթացքում։ Մինչ կանդրադառնամ, թե ինչ գործողություններ էր, ինչը նպաստեց այս ամեն ինչին, ուզում եմ երկու խոսքով անդրադառնամ նախորդ տեսանյութս տեղադրելու հետ կապված, որտեղ որ ես տեղադրել եմ արհեստական բանականության կողմից ձևավորված իբր Նիկոլ Փաշինյանի խոսակցությունը։ Ես գիտակցաբար գիտենալով, որ դա արհեստական բանականությունն է, ես տեղադրել եմ հատուկ մեկ բանի համար, որ մարդիկ հասկանան, որ այսօր 21-րդ դարում ցանկացած մեկից վրա կարող են նմանատիպ բան անել։ Դա շատ անորակ էր, բայց եթե մի փոքր ավել գումար ծախսեն, ավելի որակյալը կստանային։ Ինչևէ, կոչ եմ անում բոլորին, անխնդիր, թե կառավարության քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներին, որոնք որ այսօր խախտելով անմեղության կանխավաղրգածը աճուծախ փորձում են ժողովրդին հրամցնել, որ զինված հեղաշրջում բդեղներ փրկեցինք, չգիտեմ ինչ երեցինք ժողովուրդ։ Մեղավորությունը միայն կարող է հաստատել դատարանը, իսկ մինչև դատարանի վճիռը չլինելը ձեր զառանցանքը միայն օրենքի խախտում է, այսինքն դուք խախտում եք մարդու անմեղության կանխավաղրգածը, դա շատ վատ սկզբունք է։ Բայց ինչևէ, տեսնում եք կադրերում, որ սակավ են մարդկանց քանակը, 400,000 թեմ ունեցող առաջնորդի հետևից եկել էին ամենը 100 հոգի մարդ։ Սա ինչու մասին է խոսում, սա խոսում է Նիկոլի հաղթանակի մասին, թե տարիների ընթացքում Միքայել Աջափարյանի կողմից դրսևորված գործունեությունը չընդունելու մասին։ Ինչու այսօր եկեղեցին կտանի նորից պարակտման ժողովրդի։ Երբ որ Բագրատ Գալստանյանը տարի առաջ ելավ սկսեց շարժում էնել, Նարդուլին այդ ժամանակ քսեր ժողովուրդ, մի հիասթափեցել եք այս ժողովրդին։ Ամեն տարի խռոնիկ հիասթափեցնող շարժումներ երեցիք դուք։ Ու ինչ բերավ նրան, որ այսօր եթե Նիկոլն անձամբ, եթե Նիկոլն այսօր պրոստը վերցնի Հայաստանի կեսը Թուրքիային տա, ոտքի կայնող չի եղնի։ Որովհետև շարժումները գեներացրել եք, վերջում թողե տուն եք գնացել, բարի քիչել եք սել գնացել եք։ Որովհետև այսօր չունիք առաջնորդ, որն որ կելնի անկեղծ սկսի, որ ես վերցնեմ, կստացնեմ այդ խնդիրը։ Ես կստացնեմ այդ պարտականությունը, չունիք հասկնակ։ Ու սրա մեղավորը Նիկոլը չէ, բնավ, սրա մեղավորը հենց Քոչարյան Ռոբերտն են և Սերժ Սարգսյանն են։ Սրա մեղավոր նրանք են, ովքեր որ տարիների ընթացքում են ժողովրդի մոտ հուսախաբություն են ձևավորել։ Իսկ Նիկոլն եկե պրոստը ձևավորել է հետևյալ բնույթը։ Ամեն մարդ նստած կսպասե իր ժամին, որ ինքն է Range Rover քշե։ Ամեն մարդ նստած կսպասե այն ժամին, երբ որ ինքն է պիտի հարստանա։ Անկախ նրանից երկրի կեսը կուտանտե չեն տա։ Այսօր բոլորը սպասողականի մեջ են։ Ես շատ եմ տեսնում ընդդիմադիրների, որոնք որ ժամանակին պաշտոն են ունեցել, այսօր պաշտոն չունին, դրա համար տարել են ընդդիմադիր։ Եվ նման մարդկանց հայտնվել է ինչ-որ պայքարների ժամանակ, ինքնստինքյան մարդկանց մոտ հարց է առաջացնում, սա ինչու մարեք։ Այդ մարդիկ, ովքեր որ գեներացրել են տարիներով անհաջողություններ այս երկրի, այսօր կելնին կսեն, բա, մենք, բա, չէ ժողովուրդ ջան, մի բանը հասկացեք։ Դուք ինքներդ բերել եք այս ամեն ինչին հասցրել եք։ Ու մարդիկ էլի կկրկնեմ, այսօր նստած կսպասեն իրանց Range Rover-ի ժամին։ Կարևոր չէ խոդի ինչ համ ունի։ Կարևորն որ ինքը հույս ունի, որ երկուց Range Rover պիտի քշե։ Եկեղեցին, այստեղ եկեղեցու մասին չէ խոսքը։ Այստեղ եկեղեցու սպասավորների մասին է խոսքը։ Այստեղ եկեղեցու մենեջմենտի մասին է խոսքը։ Այդ մարդկանց, ովքեր որ եկեղեցու կանոնակարգով եկեղեցին ղեկավարեին, որ մենք, ես, դու, մյուսը գնայինք աղոթելու։ Եվ եկեղեցու զանգեր հնչելուն պես պիտի բոլորս մեր մարդու պես կայնած եղնեինք։ Այսօր ամենը 100 հոգի մարդ կար։ Սա ինչից է ելնելով կարելի է, ինչ է սա։ Սա այն է, որ Հայաստանի Հանրապետության կաթողիկոսը, հայ եկեղեցու կաթողիկոսը չի ելնի ժողովրդի հետ չի խոսա։ Չի ելնի Սեոր Նիկոլը սուտ խոսա։ Չի ելնի Պնդեոր Նիկոլը սդախոսը։ Կամ հակառակը։ Մենք չենք քեզի տադողը, կարեկին պը,
քեզի տադողն Աստված է։ Դու կարող ես դուրս գալ ժողովրդին ասես, հա, մեղք եմ գործել, մեղա եմ եկել ներվել եմ Աստծո կողմից, դրա համար սաղ եմ կենդանի եմ ձեր հետ եմ։ Եվ սա կլինի հաստատ, որ ժողովուրդը կհավատան ձեզի։ Դուք լռում եք։ Ոչ ասում եք հա, ոչ ասում եք չէ։ Թույլ եք տալիս Նիկոլ Փաշինյանին ժողովրդին ուղղորդել այն ուղղությամբ ինչ որ ինքը կուզե։ Իսկ Նիկոլ Փաշինյանը դրա հնարավորությունն ունի։ Ունի լրատվամիջոցներ, ունի, չգիտեմ, փորձ, ունի սիկտորից, ունի։ Եվ այս ազգը ամբողջությամբ այսօր կայնած կսպասե, թե լավ ով պիտի ելնի սոր թեմը։ Այն մարդը, որ Նիկոլին կքրվե առանց վարգյան դատարեցնելու, երբ որ կիմանա պիտի կա քո Ճայրանը կամ Սերժը, կսե չէ լավ է Նիկոլը մնա։ Նիկոլն ինքը կսե հանեք ընձի ժողովուրդ հանեք։ Բայց մենք ինչ կենենք։ Մենք էլի բաժանված կտորների, մասերի, մեկը եկեղեցու հետևորդ է, մեկը Սամվել Կարապետյանին կպաշտպանը, մեկը Գագիկ Ծառուկյանին կպաշտպանը։ Այս ազգին բերը հասցրել եք սրա մեջ եք գցել։ Ու այսօր այդ զմար ցավ է։ Երբ որ ես լինելով քրիստոնյա կտեսնեմ, որ իմ թեմիս առաջնորդին կտանին, բայց ինքը ժողովրդի մոդը այդքան այդ հարգանքն ու կայքը չունի, որ ժողովուրդը այսօր դեռ հավաքված ունեն 40,000 հոգի։ Թեմի առաջնորդի հետևից պետք է արդեն 40,000 հոգի մարդ կայներ։ Բայց գիտեք, ամեն մեկ 40,000 հոգուց ամեն մեկն իր պատճառն ուներ։ Իր փողոքն ուներ, որը կուտակել է։ Ու այսօր չգալու պատճառ ունի, որ չի գա, որովհետև ինքը քսեորա, չգիտեմ, հույրանոց ունի, չգիտեմ տեղյակ ունի, չգիտեմ սիկ ունի։ Ու եկեղեցին սպասավորները չեն մակրվի։ Մեզի կպարտադրեք, արեք, մակրվեք, ապաշխարեք, դուք են ապաշխարեք, ելեքսեք, որ ժողովուրդ հա եղել է։ Ժողովուրդ եղել է, մեղավոր եմ, ունի եկեղեցին հարակարգ մեղքերի թողության, շնորհվել են ձեր մեղքը, կամ թող գնա տեղը ուրիշ մաքուր մարդուն պետք անել հնարավորություն ունիք, որը ժողովրդի մոտը կվայելեք, ինչ կսել, հավատքը կունենա, դուք հասկնաք, որ տարիների ընթացքում սպանել եք այս ժողովրդի մեջ ամեն ինչ, սպանել եք կեն վախտերով, երբ որ բռնաճնշումներ եղել, սպանել եք կայեմ ժամանակ, երբ որ թալներ են Հայաստանը, երբ որ ամեն մի անհաջող ու հաջող ելն էին 20 թվի տեսքով, տարին մի անգամ խռոնիկ միտինգ կենեին, խռոնիկ Նիկոլ քերացնեին, մարդիկ կավակվեին, մեկ Իշխան Սեղատելյանը ասավ շնորհակալություն ստեսություն, մեկ Բագրատը ասավ շնորհակալություն ստեսություն, փոխանակ աճի այդ ուժը քանի կերտա կինետիկ ուժը կորցնեն։ Ուղղակի մեղք եք, ժողովուրդն է մեղք ձեր ձեռը։ Ժողովրդի հետ որ կշփվես, գիտեք, բոլորի մոտը կա հիասթափեցում, բայց բոլորը մանկ ու կան վազգին։ Մոնտեին, Անդրանիկին, Նժդեին, իրանք չեն երազել ծնվել, որպես Մոնտե, որպես Անդրանիկ, որպես Նժդե։ Իրանք երազեն, որ գերեզմանից պտերնին, այսօր թուրը կաշենց են արեք հետևներից, չկա դիք ժողովուրդ, չկա։ Ամեն մեկը սուրխծանք, երբ որ մյուսին փագեցին։ Երբ որ Պալասանյանից փագեցին, ուրխծան մարդիկ։ Սամվել Կարապետյանին փագեցին, ուրխծան մարդիկ։ Բայց չմնացին, որ եկուցել իրանց կփագեն։ Եկուցել ձեր հետևից կուկան, սաղիտ, կամած, կամ եսօր դեղնից են մարդ նով որ նստած կսպասի իր Range Rover-ի ժամին, կամ մարդ որ կսպասի և պետք են ճախնակ հետևից։
Չգիտեմ ժողովուրդ ջան, լավ եք։